Բոլորը շատ շուտ մոռացան, ինչ պայմաններում մենք գնեցինք, ում խնդրանքով մենք գնեցինք Հայաստան էլեկտրական ցանցերը։ Ամբողջությամբ պարալիզացված, տասնյակ տարիներ ոչ մի կոպեկ ինվեստիցիա չէր արվում արդիականացման վրա։ Մենք 16 թվականից մինչև այսօր մոտ 670 միլիոն դոլարի ինվեստիցիաներ են արել մենակ արդիականացման վրա։ Բացի դրանից մինչև մի 150-200 միլիոն էլ ինվեստիցիաներ են արել նոր հզորությունների ստեղծման վրա։ Այսինքն այսօր եթե վերցնեք, դուք կարող եք վերցնել համաշխարհային բանկի հետազոտությունները, Հայաստան էլեկտրական ցանցերը աշխարհի լավագույն տասնյակի մեջ են մտնում։ Հենց տվյալ պահի ունիկալությունը դա է, որ մեր ներդրումները ոչ մի կերպ չեն ազդում սակագների վրա։ Սակագինը բաղկացած է արտադրողներից, բարձրավոլ ցանցից եւ բաշխից ցանցից։ Մենք բաշխի ցանցի պատասխանատուն ենք։ Մեր մասով ես կարող եմ հավաստիացնել, որ տասնյակ տարիներ այդ խնդրը չի լինելու։ Բայց մենք չենք կարող գարանտիա տանք, որ վաղը, եթե գազի գինը 2 անգամ բարձրանա, սակագինը կմնա նույնը։ Այսինքն մեր մասով ես կարող եմ վստահեցնել, որ մինչև 2050 թվականը կարող են հանգիստ լինել։